Երեք քաղաքացիները հիշել էին Նիկոլի ելույթը, որ ես հաճախ եմ հիշում. Հայաստանում այլևս ոչ մեկ զենքով հարց չի լուծելու։ Բա ընդդիմադիր համայնքապետին ինչու սպանեցին։ Ընդ որում, բռնության դեմ խոսողները ամբողջ թիմով, ֆեյքերով, կուսակցական ընտանեկան լրատվամիջոցներով լծվել են սպանությունը արդարացնելու։ Թե բա ընկերոջ վրեժն է լուծել, աղբոր վրեժն է լուծել, պետք է ազատ արձակվի։ Սրբացնում, աստվածացնում են վրեժը, բայց սխալ տեղ եք մտնում։ Մարդ, թիմ, որոնց վրա 5000-ի արյուն կա, որ որբացրել են ընտանիքներ, գերդաստաններ, զավակ են խլել ծնողից ու ծնող են խլել զավակից, պարկեցրել են եռաբլուրի հողի տակ, վրեժը փառաբանելուց առաջ կարծում եմ պետքա լավ մտածեն։ Երբ դուք ասում եք եղբոր կամ ընկերոջ վրեժն է լուծել, քանի հազար եղբայր ու ընկեր եք տարել Գյուլի բերան։ Ասում են կախվողի տանը պարանից չեն խոսում։ Վրեժը ջին է, շշից բաց մի թողեք, մի արդարացրեք սպանությունը։ Բայց քանի որ անդրադարձանք Փարաքարի համայնքապետի թեմային, մի հարց ունեմ։ Իրավապահները գիտեին, որ հնարավոր է այսպիսի բան լինի։ Ինչով էին զբաղված։ Այս ընթացքում տեսանք մարդկանց կալանավորեցին, թե բա Նիկոլի դեմ մահափորձ էին ուզում անել, ուսապարկերի տան մոտ խաղալիք ռումբեր էին դրել, Նիկոլի կլիենտ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ էին պատրաստում։ Հիմա ցույց տվեք մի դեպք, որ հասարակ մահկանացուների դեմ հարձակում ու կրակոցեք դուք կանխել։